Պարոն Մկրտչյան, օրերս Սալավյովը հայտարարություն էր արել Հայաստանի վերաբերյալ, չեմ ուզում ցիտել, վստահ եմ լսել եք եւ գիտեք։ Այդ կարճ հատվածը լսել եմ։ Հենց այդ կարճ հատվածը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, իշխանության կողմից մեծ քննադատության արժանացավ, ընդդիմադիր հատվածը եւս որոշակի քննադատության վերաբերեց այդ ամենը, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը։ Լուսնե ջան, Սալավյովը ասեց այն, ինչը որ այս տարիների ընթացքում բազմիցս մի 1000 անգամ ասել եմ եւ իմ հարցազրույցներում եւ փողոցում նախքան սենց հանրային դեմ դառնալը փողոցում եմ այդ նույն բաները ասել, մի 10-20 տարի առաջվանից ասել եմ անընդհատ այդ նույն բանը, որ Ռուսաստանը վերականգնելու է նախկին խորհրդային միությունը։ Նույնիսկ Լիտվա, Լատվիա, Էստոնիան, որը որ ՆԱՏՕ-ի անդամ է, դաժե ռուսը էտել է վերցնելու։ Այսինքն իր ազդեցության գոտին ռուսը սաղ վերցնելու է։ Ով խելոք կգնա, ով խելոք չի գնա, կընկնի Ուկրաինայի օրը ու ամենավերջում ռուսը արնակաման ալնելով խորհրդային միությունը վերցնելու է։ Այսինքն Լուսնե ջան, հիմա դուք ես կարամ հիմա մի հատ կենաց ասեմ ստեղից։ Գոյություն ունի ցանկություն ու գոյություն ունի իրականություն։ Հիմա իմ ցանկությունն է, որ Հայաստանն լինի աշխարհի ամենահզոր պետությունը։ Բայց դա իրականություն չէ, էլի իրական չէ։ Այդ իրական չէ։ Հայն բայց ես կարամ կենաց ասեմ, այդ քապեականների, մպայականների նման Նիկոլին ման հենց մի հատ կենաց ասեմ, Մարիա, Սալավյով Պուտին, դե որ Սալավյովն ասեց, ինշալլա Պուտինն ասել, նա հենց net չի խոսա։ Ասեմ, լսեք, կարա սենց կանենք, ձեզ նենց կանենք, դե կգանք Կրեմլի մեջ, ձեզ սենց կանենք, կգանք սպիտակ տանել, Տրամփ քեզ սենց կանենք, հայերի հետ շշկռեք հանգարց։ Էսի կենաց է, չէ՞։ Սաղի դուրը կգա, չէ՞, դե մի հատ այդ կենացը խմեք, անցնեմ իրականությունը արդեն։ Իսկ իրականությունը նա է, որ սա Ռուսաստանի ազդեցության գոտին է, սա մեր պետությունն է, Լուսնե ջան, մեր հայրենիքն է, Հայաստանը, բայց Ռուսաստանի ազդեցության գոտին է։ Ռուսաստանը մեզ չի ասում, ձեզ ուզում եմ զրկեմ ձեր պետությունից ու հայրենիքից, բայց մենք Ռուսաստանին ասում ենք, քեզ ուզում ենք զրկենք քո ազդեցության գոտուց։ Արչի որ չի թողի։ Չի թողի, ու ամենավերջում բոմբիտ կանի, շատ սիրով, մեծ սիրով կկոտորի մեզ, ամենավերջում ինքը, թուրքի ձերով մի հատ մեզ կոտորեց, այս Ղարաբաղի կռիվը ռուսը արեց, ու ճիշտ արեց, Լուսնե ջան, իրա տեսանկյունից ճիշտ արեց, բայց իմ հացը լափ ես, ես հետևդ պահեմ, կներեք, Լուսնե ջան, ու դու հելես առավոտից իրիկուն ինձ քրվես, դե ես այս քաշվեմ հրաղ, ընդամենը քաշվեմ հրաղ, համ հացից կզրկես, համ հետևից էլ կզրկվես, դուք էլ կներեք, ձեր տվին մեր հետևին, всё, դա ռուսը արեց, բայց մենք խելքի չեկանք, այսինքն մենք չենք հասկանում, որ մեր անվտանգությունը կախված է ռուսից, դուք տանեք դեպի Թուրքիա մեզ, այնինչ որ թուրքը ոչ թե մենակ ստեղի պետությունը չի ուզում որ պետություն մենք ունենանք, այլև չի ուզում որ ստե հայ մնա առհասարակ։ Դա կոտորում է մեզ։ Դուք ուրեմն Թուրքի մոտ թուրքերին մի հատ էս չեն արձագանքում։ Ինչ ասես Ալիևն ու Էրդողանը ասում են, մի հատ էս քապեականները չեն արձագանքում, որտեղ վախում են։ Առաջ որ Նիկոլեն օրեր եկե Ալիևը մի հատ բան ասել, ինչ ձև ստից կպատասխաներ, չէ։ Ալիևը գցեց քաթուտակ, վախում է։ Արա բա որ ռուսը քեզ գցի քաթուտակ, գիտես ինչ օրը կանգնես։ Գիտես ինչ օրը կընկնես։ Հիմա այդ Ռուբինյանները ինչ որ ասես շունա մունա հաչմա մաչմա, չէ։ Հիմա ես այդ հաչող շունը որ սկսի բոմբի տանել, Ռուբինյան։ Հաչող շունը որ երկու հատ բոմբ գցի, ես ակնկալում եմ քեզ տեսնեմ առաջնագծում։ Հələ տենա մտե թալվես Հայաստանի ինքնիշխանության համար ռուսի դեմ կռվես։ Թե քուվես տալի որ այդ դուխով տղեկ եկտան զով են, վերջում դու էլի կզես հիմա էլ արդեն Ռուսի առաջ։ Այ կզող, կզած։ Սաղկակդ կզել ես որտեղ դու սա քո թիմը, Նիկոլի գլխավորությամբ։ Եկուցեր ռուսի դեմը կկզեք, հենց մի երկու հատ բոմբի տարեց։ Այսինքն Լուսնե ջան, գոյություն ունի իրականություն։ Իրականությունը պիտի նայես ոնց ռեալ պիտի նայես իրականությանը։ Էսի ռուսի ազդեցության գոտնա չի տողի, չեք կարա։ Ես ուզում եմ Հայաստանը լինի աշխարհի ամենաուժեղ հզոր պետությունը, այն հեգեմոնը ուզում եմ լինի ոչ թե Ամերիկան, այլ Հայաստանը։ Հա բայց դա կենաց է։ Դի ռեալն է, դու կարաս ռուսից փոխվես։ Մենք պիտի շնորհակալ լինենք Աստծուն, որ ռուսն է ստի ազդեցության գոտի, ոչ թե թուրքը, որ թուրքերն մենք կամ պիտի մեռացնենք կամ գյավուր լինենք։ Իսկ ռուսը անտի մենք ազատ ապրել ենք Ռուսաստանի հետ հարաբաների մեջ։ Լուսնե ջան, հայը Մոսկվայում ավելի լավ է իրան զգացել, քան ռուսը։ Մենք մենակ կախված ենք եղել ռուսից քաղաքականապես, որը որ մարդը սովետական միության ժամանակ, սովետական ցարականի ժամանակ էլ ասկա, որ մարդը իրան այդ կախվածությունը չի զգացել ազատ սովորական մարդը, դա պետությունն է մենակ կախված եղել։ Ու առհասարակ աշխարհը կհիշեք ձեր մոտից այն բոցը հայտնի, որ ասի լսում ա չեմ ես Տրամպը։ Աշկի սիրող լսում ա Տրամպը։ Հիմա տեսեք, աշխարհը, Լուսնե ջան, աշխարհում արդարություն հետ կլինի, որ աշխարհի բոլոր ծայրերում մարդը լինի ազատ, կատարյալ ազատ, բացարձակ ազատ, այսինքն մարդը լինի գերագույն արժեք։
Հիմա որպեսզի մարդը աշխարհում լինի գերագույն արժեք, մարդը պետք է լինի, բայց պետությունը բացարձական կախ չի կարող լինի։ Պետությունները պետք է լինեն կախված։ Եթե պետությունները բոլորը իրար լինեն հավասար, անընդհատ կլինի պատերազմներ, որտեղ մեկը ճիշտը մի ձևի կհասկանեն, մեկը մի ուրիշ ձև, ու իրար կսկսեն տալ պատերազմներ, կոտորածներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Որպեսզի աշխարհում լինի խաղաղություն, պետք է մի հատ հեգեմոն պետություն կամ պետությունները լինեն, որոնք կոնտրոլի տակ պահեն սաղ աշխարհը, որոնց գլխից չկարողանան թռնել, այսինքն մնացած այդ ինքնիշխան անկախ պետությունները պետք է կախված լինեն այդ հեգեմոն պետություններից։ Հիմա որոնք են այդ հեգեմոն պետությունները։ Ես էդ է ասում Տրամպին, ասում եմ հիշում եք, աշկից լսում եմ ես, Տրամփ լսի էլի եմ ասում։ Եթե Տրամփը ուզում է մնա հեգեմոն, որ եկավ ընտրվեց նախագահ, այդ վաղ եմ ասել, հիշեք ձեր մոտից Բայդենից հետո։ Բայդեն, եթե շարունակի Բայդենի գիծը, միլիարդներ տանելա գցի ջուրը, գցի վառին դե ուկրաինական պատերազմում, բանկրոտի ենթարկվի Ամերիկան, ռուսը առնակամ լինելով հաղթել է, ոնց որ միշտ հաղթել է, միշտ հաղթե։ Չինաստանն է դառնալու հեգեմոն։ Հիմա եթե Տրամփը ուզում է, որ Ամերիկան մնա կամ դառնա հեգեմոն, արդեն գծերից մի քիչ ընկած է, չինացիք են ուժեղանում։ Եթե ուզում է հզորանա նորից, դառնա հեգեմոն, պետք է լեզու գտնի ռուսի հետ։ Դե ասի Ռուսաստան ջան, ինչ ես դու ուզում։ Քո ազդեցության գոտի որն է, ռուսը ասեմ, սայուզ դա ուզում։ Դրանից ավել բան ռուսը չի ուզում։ Դրա համար Սիրիայից դուրս եկավ, դրա համար էս Վենեսուելայում չի խառնվում, որտեղ աշխից արդեն Տրամփը լեզու են գտել։ Ուկրաինայի հետ։ Այո, ռուսը վերցնում է նախկին խորհրդային միությունը, Ամերիկան էլ վերցնում է մնացած աշխարհը։ Ու Ռուսաստանի հետ համագործակցելով առանց կռիվի էլի տնտեսական քաղաքական առումներով Չինաստանին պիտի գծերից գցեն, որ Չինաստանը չդառնա հեգեմոն, որտեղ Չինաստանը եթե դառնա հեգեմոն, դա սպառնալիք է ամբողջ աշխարհի համար։ Լուսնե ջան, Ամերիկայի լավը տես որն է։ Ամերիկայում իրոք մարդիկ այնտեղ ազատ են։ Այնտեղ իրոք բարձրագույն արժեք են, չէ՞։ Հիմա եթե դուք ասեք թող հեգեմոնը լինի Պարսկաստանը, արագ ասեմ ավելի լավ է մեռնենք։ Եկեք կենաց մահու կռիվ տանք։ Պարսկաստանի ժողովուրդը ինչ վիճակ, կիսած տրուկ։ Կամ ասեք հեգեմոն դառնա Կորեան, Բախ կամ ազատություն կասեմ, կամ մենք կամ ինքը մի ապրեք, գնացեք մեռեք հանուն ազատության ժողովուրդ ջան, որտեղ հլպացակ կինչին ինա ինչա ոբշեմ, հա։ Պատկասեք ստրուկ կլնենք մենք սաղս։ Բայց Ամերիկայի ժողովուրդը ստրուկին դե իրոք բացարձակ արժեք է, Եվրոպայում Ֆրանսիայի ժողովուրդը բացարձակ արժեք է, Ռուսաստանում էլի կարելի ասել բացարձակ արժեք է, պրոստը քիտը պիտի չխոտի պետական գործերի մեջ։ Հենց խոտեց Նավալնի օրը կգցեն ու ճիշտ կանեն, օղորմի թեպետ Նավալնին, ոչ մեկի մահ չեմ ուզում, բայց դուրս եկար պետության դեմ հզոր, այո տենց կանեն։ Ինչն եմ ուզում ասեմ, եթե Ամերիկան անում հեգեմոն, դա շատ լավ է, որ մնացած պետությունները սաղ ենթարկում են Ամերիկան, շատ լավ է, որտեղ Ամերիկան բոլոր տեղերում էլ կապահովի մարդու բարձրագույն գերագույն արժեք լինելը։ Բայց Ամերիկան, եթե Ամերիկան լինի հեգեմոն, բայց Ամերիկայի լավը նաև ինչու՞մն է, որ Ամերիկայում զբորնիկ պետություն, ազգություն չկա։ Չինացի լուսնե ջան, իրանք են լավ ժողովուրդ։ Բայց կարա հոգեբանությունը փոխվի։ Շամարակ ինքնատեն Նիկոլը ոնց է հաբրգե այսօր։ Արդեն հաբրգել է, չէ՞, ժողովրդավար չէ։ Այս Նիկոլի աղաթորը իրան հաբրգացեց, ծախվեց աթորին։ Դենց է չինացի կարան դառնան հեգեմոն։ Մի 50 տարի, 60 տարի դու ասենք մարդիկ պետք է լինեն մեր ստրուկը է, մենք հատուկ ազգ ենք։ Մի հատ էլ Աստվածյանը մեկավ իրանց, չգիտեմ ինչ ասեց, Հիտլերը ոնց էր ասում, ասում էր Հիտլերը որ աշխարհը գրավեց, սաղ լինեն, մենակ այդ արիական ցեղերն էին լինելու, մնացածը լինեն երկրորդական ազգեր, չէ՞։ Հիմա այդ նույն ձևը կարա չինացի, մի հատ ղեկավար գա ասի ինձ Աստված աղարգե, որ մենք պետք է հատուկ ազգ ենք, մենք սաղտի ենթարկվենք ինձ, նրանք էլ միլիարդ ու կես են։ Ամեն մի պետության մեջ մի քանի միլիոն ուղարկեն, այդ պետությունը այնա մտածածին կճաշեն ու վсё, արդեն հեգեմոնի դեմ պայքարն էլ շատ դժվար կլինի։ Իսկ Ամերիկան զբորնիկ է։ Ամերիկան համ մերն է, համ վրացունն է, համ թուրքինն է, համ ռուսինն է, սաղ ազգերից էլ ընդե կա, չկա կոնկրետ ազգ էլի։ Այսինքն Ամերիկան լավ է որ լինի հեգեմոն, ու հիմա էլ աշխից ոնց որ Տրամփն ու Պուտինը լեզու են գտել, աշխարհը կիսել են։ Մնացած աշխարհը պիտի վերցնի ինքը, սաղ տեղերը մարդու իրավունքների ազատություն իրոք հաստատի, ես դա նորմալ եմ անվանում։ Ես դա էդի ողջունում եմ։ Այդ որ Գրենլանդիան ուզում է վերցնի Ամերիկան, ողջունում եմ։ Բայց խիպի չվերցնի։ Կանադա, Մեքսիկան, ուզում է վերցնի։ Օտոստե ռուսը պիտի վերցնի։ Բայց իրեն չի պատկանում դա Դանիայինն է։ Լուսնե ջան, պետք է այդ եմ ասում, պետք է սաղ ենթարկվեն ուժերին։ Սաղ աշխարհի պետությունների, բայց ուժերներ պետք է ապահովի մարդու ազատությունները, պետք է ապահովի մարդու բարձրագույն արժեք լինելը։ Ու հետո գիտեք ինչ կա, ես դա համարում եմ նորմալ, բայց ասենք թե համարեմ աննորմալ։ Ասենք ոնց թե արա, այս եկել ես ուրիշ պետության վրա, ասեք թե տենց հա ինչ է փոխվելու։ Շատ մեռնեմ, Ուկրաինայի օր ընկնեմ։ Ուկրաինան էլ է տենց ասում, չէ՞, ասում է, ախպեր դու ով ես, որ եկել ես, ես ազատ պետություն եմ, չեմ ուզում քո հետ խես ինձ ստիպում։ Տեն մենք ինչ օրն է։ Տեն մենք չէ ինչ օրն է։ Այսինքն ասենք թե կարծիքս համաձայն չլինի։ Եկել ես Ուկրաինայի օրը։
կկոտորենք կետաս։ Սալատոյ միլիարդի մասին լսել եք, չէ՞։ Որ ուզում հաճույքով կկոտորեն, սարին կսարքեն քաղաքը, ով իրանց դեմնաց կկոտորենք աշխարհը կսարքեն 1 միլիարդ հանուց աշխարհ։ Համի շատ հեշտ է կնոպկով առաջ աշխարհը կոնտրոլի տակ պահելը շատ դժվար է, դի զորք ուղարկել են դե, էս աներ, են աներ, այդ կռիվների ժամանակ հնազանդացնելու համար քու զորքից էր մարդ մեռնում, թուլանում էիր, ուզում ասեմ առաջ դժվար է եղեն հին ժամանակներում։ Հիմա հեշտ է, կնոպկով դու կարաս սաղ անհնազանդներին հնազանդացնես։ Երկու հատ բոմբը գնման դե վсё։ Ուզում ասեմ պրոցիվ գնալ այս ծրագրին, չեք կարա։ Որ աշխարհը չի կարա, պետք է ավելի լավ, հəm որ Դանիա պրոցիվ գնաս, Դանիան կդառնա Ուկրաինա։ Էդ են ուզում իրանք։ Չէ, իսկ որ ասեն թե Դանիան ենթարկվում Ամերիկային։ Ինչն է վատը, կարող այնտեղի մարդը դիստրականա դառնայես մեր հարևան Պարսկաստանի նման կամ Կորեայի նման։ Չէ, մարդը էլի ազատ է, հələ ավելի ազատ։ Որտեղ Ամերիկայի ժողովուրդը, ով որ Ամերիկային հնազանդվի, Ամերիկայի կոնտրոլի տակ կլինի, այդտեղ մարդիկ ազատ են։ Մարդը իրոք բարձրագույն արժեք է, իսկ հիմա ամենակարևորը մարդու համար բարձրագույն արժեք կլինելա, չէ՞։ Հələ դա եկեք բոլոր, ես Պարսկաստանին շատ եմ սիրում, մեր բարեկամ, մեր իրոք հարևան բարեկամ մեզի պետությունն է, բայց մարդիկ այնտես պոլուս տրուկ են, պոլուս տրուկ։ Սա կասեմ, ուզում ասեմ, այդ իսկ որ Սալավյովին այդպես հակադարձում են, դեռ թող մի հատ էլ Ալիևին հակադարձեն, էլ այդ ինքնիշխանները։ Կամ դու ով ես որ մտում համի ինքնիշխան ես, թող ես տրուկն ես համի արդեն։ Ու գիտես ինչն է ցավան, որ այդ ստրկությունը մենք էլ ենք զգում, մենակ պետությունը չէ, կախված։ Հասարակ մարդն էլ ազգում, որ Ալիևի ստրուկն է արդեն ինքը։ Այ դուք եկեք։ Ռոփոլոպոս Սալավյովին պատասխանում են։ Միաթես բենիտ տվեց, չէ՞ Ռուբինյան, բանդիտ Սալավ Պուտինը։ Հենց բենիտ տվեց, ոնց էս մի Ալիևի քութիկը, ոնց էս Նիկոլիտ Ալիևի շուներ ասե, չէ՞ Սալավին։ Դու Ալիևի շունիկն ես, այ այդների կդառնաս Սալավյովի շունիկը, Պուտինի է, չէ՞ Սալավյովի շունիկը։ Հետ նա գցեց քացու տակ քեզ։ Իսկ Ռուսաստանից, ես էլ ասեմ։ Հա, ամփոփենք։ Մեր բախտը բերել է։ Լուսնե ջան, Ռուսաստանի նման հզոր աղբերընկեր ենք ունեցել, որ այդ աղբերընկերը մենակ այդ կախվածությունը Ռուսաստանից որ եղել է մենակ քաղաքական առումով պետությունն է եղել կախված, ոչ թե մարդը։ Մարդը այդ սոյուզի մեջ հայ մարդը բոլորից էլ ավելի լավ ազգացել իրան։ Հասկանու՞մ, ես ասեմ, իսկ թուրքերի կազմի մեջ մենք գյավուր ենք եղել, որը որ հիմա իրանք տանում են։ Բայց ես էլ ասեմ, որ միշտ ասել եմ, ես էլ մի հատ ասեմ, նոր ավարտեմ Լուսնե ջան։ Խորհրդային միության բոլոր հանրապետությունները նախքին ռուսը վերցնելու է, ես դա ասել եմ, ամենավերջին կոտորելով վերցնելու է, ոչ մեկ շանս չունի չմտնի Ռուսաստանի այդ նոր ձևավորվող սոյուզի մեջ, բացի Հայաստանից։ Հայաստանը միակ պետությունն է, որը այսօր հələ շանս ունի անկախ մնալու, այդ սոյուզի մեջ չմտնելու, անկախ մնալու։ Իհարկե բնականաբար Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մեջ ու Ռուսաստանի սրտով։ Այդ գիտեք այդ տարբերակը որն է։ Հիմա ես ասեմ Էլինգիսկը հաչան։ Դա այնա որ երկի ղեկին կականնի Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը այն ղեկավարը մեկ էլ էս նույն բանը կարող աներ 10 միլիոն հայերի մեջ։ 10 միլիոն հայերի մեջ այդ միակ մարդը Սերժ Սարգսյանն է, որ դա կարող անի։ Մեկ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող աներ, եթե ներ երիտասարդ, որտեղ էսի շախմատիստի գործ է։ Իսկ իրանք սուպեր շախմատիստներ են Լուսնե ջան, որ իրանք կարան անենց անեն, որ Ռուսաստանի համար են անգեր, աղբեր անկախ տեկուս, այսինքն ոչ թե ռուսին պրոտիվ եթանով, հա Ռուսաստանը այդ ընկերությունը անելով։ Հայաստանը կարանի այդ ընկերը, ոնց որ առաջ կար, որ հենց եւ անի, բայց դրա համար պետք է հզոր շախմատիստ։ Ու այդ շախմատիստին, այդ հզոր գրոսմաստերին մենք հələ ունենք։ Դա Սերժ Սարգսյանն է։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ունենք, բայց արդեն ինքը իրան լիքը առողջություն երկար տարիներ կյանքի շատ մեծ է։ Հիմա ես ձեզ եմ ասում, ինքնիշխաններ, ուզում եք մնաք իրոք անկախ։ Դա որ ինչ ասել է եղել է։ Հետ տվեք իմ զապիսները լսեք, տեսեք որ տարիներ առաջվա ասած է Սալավյովը հենա նոր ասեց։ Տարիներ առաջ էի ասում, չէ՞։ Հիմա դեռ սաղյու չէ, այդպես բան չկա, հիմա աշխարհը ուրիշ է։ Ասի դեք տնա գալավալտը ռուսը վերցելու է։ Սաղ սայզը։ Տեսեք ես, որ Սալավյովը ասնես շարակը Պուտինն է ասում։ Ասկա դա ոնց ինչ ասում է տարիներ հետո իրականանում է։ Հիմա ձեզ ասեմ ինքնիշխան անասուններ ու նաև ինքնիշխան սիրող նաև նորմալ մարդիկ։ Այն անասուններին էլ եմ ասում, նորմալ մարդկանց էլ եմ ասում։ Ուզում եք ըլեք իրոք ինքնիշխան։ Ուրեմն գնացեք Սերժ Սարգսյանի հետևից։ Միակ մարդը, որ Հայաստանը կարա ինքնիշխան անկախ է ձեր ասած ինքնիշխան ու անկախը պահի, դա Սերժ Սարգսյանն է։ Քանի Սերժ Սարգսյանը հələ կա, գնացեք իր հետևից։ Ու Հայաստանը կմնա անկախ։ Աշխարհում կլինի միակ մանր ուճուր պետությունը, որը որ կլինի անկախ, առանց որևիցե մի հատ սոյուզի մեջ մտնելու։